Բոլորիդ, պարոն Կարապետյան, ներկայանամ, ես Լաուրա Կարապետյանն եմ, սովորում եմ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Ուսանողության մեջ կա մի նման մեծ խնդիր, մեր համալսարաններում տրված գիտելիքները այլևս արդիական չեն, այսինքն հիմնականում հիմնված են խորհրդային տարիների ծրագրի վրա, որոնք այսօրվա մեր ռեալներում այլևս չենք կարող օգտագործել։ Ինչպես եք դուք տեսնում այս խնդրի լուծումը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ լուրջ ուսումնական հաստատություններ իրենց ներկայացությունները ունենան Հայաստանում, որովհետև դուք շատ ճիշտ եք ասում, ու ես պատկերացում եմ հիմա դասախոսների մակարդակը, որովհետև իրենք սովորել են մի գիտություն, այսօր իրենց փորձում են ստիպեն, որ իրենք դասավանդեն մեկ այլ գիտություն, ինչը մոտավորապես իրենց համար անհնար է, դա ոչ թե այդ մարդկանց խնդիրն է, դա ժամանակի խնդիրն է, ժամանակը առաջ է գնում, եթե մենք չհասցնենք, իսկ մենք արդեն շատ հետ ենք մնում, նույնիսկ տարածաշրջանային երկրներից, ասենք Վրաստանից, համար առաջի քայլերը մենք պետք է փորձենք այսպես կոչված բրենդովի համալսարանների ներկայությունը Հայաստանում ապահովենք, որ մարդիկ սովորեն լավագույն վուզերում, չելնեն վազեն Ֆրանսիա, որ Սորբոն ավարտեն, իրենց փողոցի մյուս կողմը կգնան կավարտեն, անպայման այդ կոմֆորտը մենք ստեղծելու ենք, օգտագործելով մեր լավ միջազգային հարաբերությունները, ինչը որ իրոք մենք ունենք, որովհետև դուք հասկացեք, Հայաստանում այսքան տարիներ, սենց վատ բան եմ ասում, բայց փակված մարդիկ, իրենք ոչ մի բան չեն տեսել, ինչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը այդ հարցերում, իր գլխավոր գաղափարը միշտ եղել է շանտաժ անի, իր գռդոնը անի, այսպես ասած, նա չի էլ պատկերացնում, որ հնարավոր է դա կազմակերպել։ Դրա համար դա մեզ համար լինելու է առաջնային հարց, որովհետև առանց ճիշտ կրթված երիտասարդների, առանց լավ կադրերի ոչ մի հասարակություն հնարավոր չի կառուցել։ Հիմա եթե մենք հայտարարում ենք, ստեղծում ենք 300,000 աշխատատեղ, ինչը որ մենք հաստատ անելու ենք, կարող եք չկասկածել, ճիշտ այսօր բոլորի համար դա ֆանտազիա է թվում, դա շատ լավ է, մենք բարձրացրել ենք,